Բարի երեկո, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Պաշտպանության նախարարությունից հերթական անգամ հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին ժամը 00:25-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, նշել է պաշտպանական գերատեսչությունը, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը։ Դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մանրամասները ռեպորտաժում։ Ալինի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Երեկ Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը։ Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը, նշել հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը, ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Վարչապետ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի Ռիգիկ Կոգուի նախագահի Լաուրի Հուսարի հանդիպումը։ Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում։ Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը, վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում միջազգային հարթակներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաքնանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները։ Անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է Հայաստանի եւ Էստոնիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներից։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Ապա վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Տալինում գտնվող կոմունիզմի զոհերի հուշահամալիր։ Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը եւ խորհրդանշական նշանակությունը։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ, հարգանքի տուրք մատուցելով կոմունիզմի զոհերի հիշատակին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տալինում այցելել է նաև Էստոնիա բրիֆինգ կենտրոն։ Կենտրոնի ղեկավարը վարչապետին է ներկայացրել Էստոնիայի թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման կառուցվածքը, թվայնացման ուղղությամբ իրականացված եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Վարչապետ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման եւ էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները եւ ընդգծել, որ Հայաստանի կառավարության համար պետական կառավարման համակարգի թվայնացումը առաջնահերթություն է։ Երկրի ղեկավարը կարևորել է այդ ուղղությամբ էստոնական փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Էստոնիա բրիֆինգ կենտրոնի ղեկավարը համագործակցության եւ ունեցած փորձը հայ գործընկերներին փոխանցելու պատրաստակամություն է հայտնել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգության ֆորումին։ Հարց ու պատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է նաեւ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն ուղղված Հարավային Կովկասում կայուն եւ հարատև խաղաղություն հաստատելուն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնական այցով Բաքվում է, կայացել է նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, այցի մասին կարծես նախապես հայտարարված չէր։ Իրականում դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Մեսուդ Փեզեշքյանին Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականացուն դարձնելու համար մոտ գրեթե 9 ամիս պահանջվեց։ Վերջին անգամ Իրանի նախագահ Բաքու էր այցելել անցած տարվա մայիսին, դա Էբրահիմ Ռայիսին էր եւ հիշում ես յետադարձի ճանապարհին նրա ուղղաթիռը դեռևս մինչ օրս մինչև վերջ չհետաքննած պայմաններում կործանվել էր եւ մինչ օրս դեռ հարցեր կան եւ այդ հարցերից մի քանիսը կապված է նրա հետ, թե ինչ դեր է ունեցել այս ամենում Ադրբեջանը։ Ինչևէ, հայտնի էր, որ Ռայիսին պատրաստվում էր նաեւ Երևան մեկնել, իսկ այն մասին, թե արդյոք Փեզեշքյանը գալու է Երևան, որևէ պաշտոնական համենայն դեպս տեղեկություն մինչ օրս չկա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, այդպիսի այցը իսկապես ծրագրվում է։ Արտյոմ, այցը տեղի ունենում այն ժամանակ, երբ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները դժվարին փուլում են, գոնե թե բարեկամական չես անվանի այդ հարաբերությունները։ Առնվազն մեղմ ասած, հա։ Փեզեշքյանը այցից առաջ հայտարարել էր, որ իր այս այցը նոր էջ է բացելու Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, իսկ այդ հարաբերություններում լարվածությունը ել ավելի էր աճել Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունում նախանցած տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, երբ էթնիկ մի ադրբեջանցի հարձակում էր կատարել դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, արդյունքում եղավ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Դրանից հետո Ադրբեջանը պարզապես օգտագործեց այդ առիթը դեսպանությունը փակելու, դիվանագիտական ասես դեմարշներ կազմակերպելու համար։ Իրականում դա ընդամենը պատրվակ էր, որը օգտագործել էր Ադրբեջանը, իսկ իրական պատճառն այն էր, որ Իրանը շատ հստակ էր դրել իր մոտեցումը այն հարցում, որ Ադրբեջանի պահանջները ուղղված Հայաստանին կապված այդ Սյունիքի տարածքով սուվերեն միջանցքի անհիմն են եւ հակասում են Իրանի պետական շահերին։ Անգամ այդ զորավարժությունների շարքից հետո հարաբերությունները կտրուկ վարդարացել էին եւ անգամ ուժային բախման վտանգ էր առաջացել։ Անցած տարվա ամռանը հուլիսին որոշ ասես ջերմացում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանում ցմահ ազատազրկման դատապարտեցին այն ադրբեջանցի
ոճրագործին, որը հարձակումներ կատարել, բայց չէին շտապում իրականացնել մահապատժի այդ դատավճիռը։ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ անդրադարձել էր այդ խնդրին, հայտարարելով, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև վերջնական հարաբերությունների բարելավումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ ահաբեկիչը պատժվի։ Եվ ահա երեք հայտնի դարձավ, որ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մահապատիժը ի կատարածվի եւ ամենայն հավանականությամբ մոտ օրերի ընթացքում Յասին Հուսեյնզադեն, այդ ահաբեկիչը, իսկապես կիրականացվի նրա հանդեպ մահապատիժի վճիռը։ Բաքվում հույսեր են կապում, որ Իրանի նոր նախագահ ադրբեջանցի է, այդ հույսերն արդարանում են։ Մեսուդ Փեզեշքյանը իսկապես էթնիկ ադրբեջանցի է, երբեք չի թաքցրել եւ անգամ տանը իր զավակների հետ ադրբեջաներեն է խոսում եւ դա Բաքվում որոշ այսպես անհիմն հույսերի հիմք էր դա դարձել։ Ադրբեջանի իշխանամետ մամուլը գրում էր այն մասին, որ քանի որ ադրբեջանցի է ընտրվել Իրանի նախագահ, դա զգալիորեն կօգնի Թեհրանի հետ հարաբերությունների բարելավման հարցում։ Իհարկե այս հույսերը անհիմն էին, քանի որ Փեզեշքյանի համար առաջնահերթ են ոչ թե նրա էթնիկ ծագման հետ կապված նկատառումները, այլ պետական շահը, որը ակնթայտորեն հակասում է Ադրբեջանի շահին։ Եվ այս այցից մի քանի օր առաջ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փեզեշքյանը մի քանի շատ կարևոր ազդակ էր ուղղել Ադրբեջանի իշխանություններին։ Դրանցից մեկը հետևյալն է, որ Իրանը այսուհետ եւս շարունակելու է պաշտպանել Հայաստանի օրինական իրավունքները, մեջբերեմ նրա խոսքերը։ Մեր ու Ադրբեջանի միջև թշնամանք չկա, մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, ինչպես եւ պաշտպանում ենք Հայաստանին իր օրինական իրավունքների շրջանակներում։ Սա բառացիորեն մեջբերում էր։ Երկրորդ ազդակը կապված է այն բանի հետ, որ Իրանը չի հանդուրժի ոչ մի միջանցք Հայաստանի տարածքով։ Մեջբերեմ նրա խոսքն, այսինքն ոչ թե մեջբերեմ, նկարագրեմ։ Նա ասել է, որ Իրանը իր կողմից շատ շուտով կիրականացնի այն միջանցքը, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ Իրանի տարածքով եւ այստեղ ոչինչ չի խանգարի Ադրբեջանին օգտվել այս տրանսպորտային խողովակից։ Այսինքն սա զգուշացում է Ադրբեջանին, որ եթե դուք իսկապես տրանսպորտային ուղի եք ցանկանում, ապա այդ ուղին մենք ձեզ կտրամադրենք եւ Հայաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Իսկ եթե ձեր ուզածը այլ բան է, ապա այստեղ արդեն գործ պետք է ունենաք Իրանի հետ, քանի որ Իրանի ազգային շահերին դա ակնհայտորեն հակասում է։ Արտեմ, ինչ է հայտնի բանակցությունների թեմաների մասին։ Փեզեշքյանը շատ ներկայացչական պատվիրակության ուղեկցությամբ է Բաքու մեկնել, 120 հոգի ուրեմն դիվանագետ, գործարար, պաշտոնյա է նրան ուղեկցում, այդ թվում նախարարներ եւ հյուսիսային նահանգների նահանգապետեր։ Բանակցությունները Բաքվում տեղի ունեցան նախ նեղ կազմով, այնուհետ ընդլայնված կազմով, մի շարք փաստաթղթերը ստորագրվեցին ոչ այդքան կարևոր։ Կարծում եմ գլխավոր թեման Փեզեշքյան Ալիև բանակցությունների իհարկե Իրանի եւ Իսրայելի միջև առճակատումն է եւ այս առճակատման հարցում Ադրբեջանի դերն է, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի գործողությունը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային ֆազայի հասնի։ Եվ պատահական չէ, որ այս այցից հաշված օրեր անց, իսկ ավելի կոնկրետ մայիսի 8-ին Բաքու է ժամանելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն եւ մնալու է Բաքվում 3 օր։ Այսինքն դա եւս վկայում է այն մասին, որ այս երկու այցերը այսպես կապակցված են եւ Ադրբեջանը այստեղ որոշակի բավական մեծ դեր ունի։ Մյուս կարևորագույն թեման դա այն տրանսպորտային նախագծերն են, որոնք կապում են Իրանը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով եւ նաեւ էներգետիկ նախագծերը։ Դա վերաբերվում է Ադրբեջանի տարածքով Իրանի եւ Ռուսաստանի միջև գազային փոխանակումների գործարքին եւ Ռեշտ Աստարա երկաթգծային նախագծին, որը վաղուց արդեն չեն կարողանում իրականություն դարձնել ռուսներն ու ադրբեջանցիները, քանի որ Իրանը չի ձգտում զարկ տա, այսինքն առաջ տանել այս նախագիծը։ Եվ իհարկե կասկած չունեմ, որ այս բանակցություններում շոշափվել է նաև հայկական թեման, մասնավորապես այն նախագիծը, որը Բաքվում Զանգեզուրի միջանցք են կոչում, եւ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքման հարցը, որը եւս վերաբերվում է ուղղակիորեն Իրանի շահերին։ Շնորհակալություն, Արտեմ։
Ինչ նշանակություն կարող է ունենալ Իրանի նախագահի այցը եւ արդյոք այն կարող է փոխել ադրբեջանական դիրքորոշումները մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Դիտեք հատված զրույցից, իսկ ամբողջականը եթերում կլինի Հորիզոնի գլխավոր թողարկմանը։ Այս այցը կարող է փոփոխություններ առաջացնել Ադրբեջանի դիրքորոշումներում տարածաշրջանային հարցերի շուրջ։ Իհարկե չի կարող փոփոխություններ առաջացնել, ընդհակառակը այս այցը հավանաբար ավելի կամրապնդի կողմերի դիրքորոշումները ընդհանուր մոտեցումների շուրջ, առավել եւս որ նախորդին տրված իր հարցազրույցում Փեզեշքյանը հստակորեն ընդգծեց այն, ինչի մասին Իրանը մշտապես խոսում է, առ այն, որ դեմ է սահմանների փոփոխությանը եւ առ այն, որ նա ճանապարհ է տրամադրում, Իրանը ճանապարհ է տրամադրում Ադրբեջանի Նախիջևան հասնելու համար։ Այսինքն, այստեղ տեղում պարզապես կարմիր գծերի վերահաստատումն է նաև նպատակ, այդ դեպքում այդ այցը ինչ նպատակով է։ Երկկողմանի բազմաթիվ օրակարգեր կան, կա խնդիր կապված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետ, որտեղ Ադրբեջանը սպասում էր տեսնել, թե ինչպես կզարգանան ամերիկա-իրանյան հարաբերությունները եւ այն ֆոնին, որ կարծես թե Միացյալ Նահանգների եւ Իրանի մեջ հարաբերությունների խնդիրներ, որպես այդպեսին չեն ծագում եւ հարաբերությունները կարծես թե նորմալ հունով զարգանում են, կարծես թե մենք կարողացանք խուսափել Իրանի նկատմամբ զինված գործողություններ իրականացնելուց եւ այս ֆոնին հավանաբար Ադրբեջանը փորձում է վերաբեռնել Իրանի հետ հարաբերությունները։ Ես չեմ կարծում, որ այս այցը ունի Հայաստանի հետ կապված օրակարգ, թեև Հայաստանի հետ կապված այն խնդիրները, որոնց մասին մենք բազմաթիվ անգամներ լսել ենք, ինչպես ասացի, կվերահաստատվեն։ Պարոն Ղևոնդյան, Իրանի նախագահը մինչև Բաքու մեկնելը հայտարարել է, թե աշխատում են պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Սա կարող է այլընտրանք լինել Բաքվի համար եւ հրաժարվեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Զանգեզուրի միջանցքը մի փոքր այլ տրամաբանություն ունի, այստեղ Չինաստանի հետաքրքրությունները կան կապված նրա հետ, որ Չինաստանը չի ցանկանում, որ այդ ճանապարհը կամ միջին միջանցքը, այսպես ասենք, կամ միջին միջանցքի ճյուղերից մեկը անցնի Իրանով, Չինաստանի համար ցանկալի կլինի, որպեսզի միջին միջանցքի ճյուղը անցնի Հայաստանով, անցնի Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա շրջանակներով, թեև կա նաև Իրանով անցնող ճանապարհ, ընդ որում ոչ միայն դեպի Թուրքիա, ոչ միայն դեպի Նախիջևան, այլև հյուսիս-հարավի որոշակի հատված Իրան, Հայաստան, Վրաստան եւ Սևծով, սա էլ Չինաստանի հետաքրքրությունների մեջ մտնում է, բայց ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ Հայաստանով անցնող ճանապարհի վերաբերյալ կա փոխըմբռնում, թե Հայաստանի եւ Չինաստանի միջև, թե Եվրամիության եւ Չինաստանի միջև, թե Եվրամիության եւ Հայաստանի միջև, այսինքն այստեղ բազմաթիվ կողմեր հետաքրքրություններ ունեն, այնպես որ պետք է նշել, որ սա այլընտրանք չէ, սա եւս մեկ ճանապարհ է, զուգահեռ ճանապարհ է, բայց սա այլընտրանք չէ, առավել եւս որ Ադրբեջանը դեռևս հույս ունի, որ ստանալու է շատ ավելի լավ պայմաններով ճանապարհ Հայաստանով անցնող, քան Իրանով անցնող ճանապարհն է։ Եկեք հիշենք, որ Ալիևը խոսում էր այն մասին, թե Իրանով անցնող ճանապարհին համարժեք ճանապարհ Հայաստանով ընդունելի չէ։ Ես նշեմ, որ վերջերս իրանցի ներողություն ադրբեջանցի փորձագետներից մեկի հետ բանավեճի ընթացքում փորձագետը նշում էր, թե քանի որ կոնֆլիկտ է եղել Հայաստանի հետ, այդ պատճառով Հայաստանում անցնող ճանապարհը չի կարող լինել որպես միջպետական, բայց ես գտնում եմ, որ սա ավելի շատ մանիպուլյատիվ պնդում է, ընդհակառակը Հայաստանում անցնող ճանապարհը հենց կոնֆլիկտի պատճառով, հետ կոնֆլիկտային իրավիճակի պատճառով պետք է լինի միջպետական եւ պետությունները պետք է ունենան իրավասություն իրենց ճանապարհներով օգտագործելու դեպքում։ Տեսեք, Հայաստանի վարչապետն էլ ըստ էության հայտարարում է, որ Հայաստանն էլ դեմ չէ անխոչնդոտ անցման։ Պարզապես այստեղ խնդիրը այդ բառի մեկնաբանությունների մեջ է։ Ես կարծում եմ այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հույս ունի ստանալ արտատարածքային միջանցք։ Այսինքն Ադրբեջանը հույս ունի անցկացնել ապրանքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ որևէ դեպքում որևէ ձևով չեն գտնվի։ Իհարկե սա ընդունելի չէ Հայաստանի համար, բայց այստեղ նորից հողում անելով իմ նշած փորձագետին բանավեճի ընթացքում ես պետք է նշեմ, որ նրանք կարծում են, թե քանի որ Նախիջևանը Ադրբեջանի մաս է, ապա այն ապրանքները, որոնք նախատեսված են Նախիջևանում սպառման համար, ներողություն պետք է անցնեն առանց վերահսկողության։ Այն ապրանքները, որոնք տարանցիկ տեղափոխման համար են, կարող են ենթարկվել վերահսկողության։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Մենք վերադարձանք, դուք դիտում եք Հորիզոնը, իսկ թողարկման այս հատվածում միջազգային լրահոսից առանձնացված տեսաշարը։ Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ադրբեջանական ASTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը։ Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական եւ առևտրային հարաբերություններ հաստատվեն, հաշվի առնելով կողմերի իրավունքները, ասել է Փեզեշքյանը, նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։ Իրանի նախագահը պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը եւ հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը։ Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ կա պայմանավորվածություն, հավելել է Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգները շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը։ Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը։ Կարծում եմ մենք դրան կհասնենք առանց ռումբեր նետելու, հավելել է Թրամփը։ Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Լավրովը եւ Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Նրանք նաև նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկնել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնագիր պետք է ստորագրվի շատ մոտ ապագայում։ Նա ասել է, որ ԱՄՆ այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում։ Մինչդեռ Ռուբիոյի ռուս գործընկեր արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ առաջ է քաշել հրադադարի պայմաններ եւ հայտարարել, որ շտապելը միայն կխանգարի բանակցությունների ընթացքին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետքարտուղարության Եվրոպայի հետ հարցերով բյուրոյի ղեկավար է նշանակել Սենատում իր աշխատակազմի նախկին աշխատակցին, ով հիմնականում բիզնես խորհրդատուի փորձ ունի, հաղորդում է Reuters-ը։ Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Բրենդան Հանրանը, Լուի Բոնոն, ով Թրամփի նախագահության մեկնարկին նշանակվել էր պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա, անցած շաբաթ աշխատակիցներին տեղեկացրել է, որ լքում է պաշտոնը։ Բրենդանը մասնավոր հատվածում եւ Սենատում կուտակված արժեքավոր փորձառություն ունի, ինչը նրան կօգնի ղեկավարել բյուրոն վերակազմակերպման ընթացքում եւ հաջողությամբ առաջ տանել պետքարտուղարի օրակարգը Եվրոպայում եւ դրանից դուրս, ասված է Բոնոյի էլեկտրոնային նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։ Կադրային փոփոխությունը տեղի ունենում Վաշինգտոնի եւ Եվրոպայի միջև սրված հարաբերությունների ֆոնին, երբ նախագահ Թրամփը հայտարարում է, թե Ամերիկան պետք է կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա, հորդորելով դաշնակիցներին ավելի շատ ներդրում անել Եվրոպայում խաղաղության ու կայունության համար։ Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է իր զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերի դեմ Կուրսկի շրջանում ռազմական գործողություններին, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Կիմ Չեն Ընը զորքերի ուղարկումը համարել է սուրբ առաքելություն, ամրապնդելու բարեկամություն ու միասնությունը երկու երկրների միջև, ապահովելու նրանց զարգացումն ու բարգավաճումը եւ պաշտպանելու երկպետության պատիվը։ Ռուսաստանի Դաշնության տարածքում մեր զորքերի ռազմական գործողությունները լիովին համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին եւ ԿԺԴ-ի եւ Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի դրույթներին եւ դրա ճիշտ իրականացման օրինակելի օրինակ են, ընդգծել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովը։ Տեղեկացնենք, որ շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերի ներկայացուցիչներից մաքրելու գործողության ավարտի մասին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ հյուսիսկորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի սահմանային տարածքի ազատագրման գործողության համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։ Իրանի խոշորագույն առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել,
առաջացել է քիմիական նյութերի հետ անզգույշ վարվելու հետևանքով եւ կապ չունի հրթիռային վառելիքի հետ։ Ապրիլի 27-ին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգստի տարածքում ռազմական բեռներ չեն եղել, սակայն պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ պետք է պարզվի։ Իրանի պետական լրատվամիջոցներում հրապարակած վերջին տեղեկատվության համաձայն նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել 1200-ը։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Երևանում եւ մարզերի մեծ մասում առաջիկա 5 օրերի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաեւ քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ից 29-ին աստիճանաբար կնվազի 3-ից 5, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կնվազի 8-ից 10 աստիճանով, իսկ մայիսի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 9 աստիճանով։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 9-ից մինչև ժամը 17-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Միասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Բանյո, Լազյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։